Նարնջագույնի մեջ կան հրաշքներ։ Այս բույսը ունի յուրահատուկ հատկություն։ Սիրելիներս, զգուշացնում եմ բոլորին, այն մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ լյարդի հետ կապված, հոդերի հետ կապված, այս բաղադրությունը շատ կարևոր է։ Մանրամասները կգրեմ, սիրելիներս, այն ինչ որ գրում եմ, դա իմ փորձերից ձեռք բերվածն է, դա իմ տարիների աշխատանքի շնորհիվ է, եւ այն արդյունքները, որ ես ունենում եմ, ես դրա համար ձեզ հետ կիսվում եմ։ Նվիրում եմ ձեզ բոլոր իմ ռեցեպտները։ Խնդրում եմ, որ ուշադիր լինեք այս հրաշքի մասին։ Տեսեք, այս բույսի կորիզները նույնիսկ սարքում են դեղորայք հատուկ մազեր, լսած կլինեք, ողնաշարի համար դեղեր են պատրաստում, կոչվում է կարիպազին, որը պապայայի կորիզները մեջը կա։ Հիմա ես ձեզ ասեմ պապայայի կորիզների հարելու ենք յոգուրտի կամ քամած մածնի հետ եւ ավելացնելու եմ կունջուտ։ Այս բաղադրատոմսը ողնաշարի համար դեղ է, լյարդի համար դեղ է։ Դեղ ասածը դա շատ բազմապրոֆիլ է, շատ։ Հիմա նայեք սիրելիներս, այնպեսի մի մասա է ստացվելու հենց կորիզներով, առանց մաքրելու, առանց լվանալու, իրան այսպես, այսինքն սիրուն դնում եք մեջը յոգուրտի, ավելացնում եք մի գթալի չափ կունջուտ եւ սմուզի եք անելու։ Սմուզին կարող եք անել նաև կաթով, եթե ինչ-որ մարդիկ կան, ովքեր սիրում են։ Եթե մարդիկ կան չեն սիրում, կարող են անել քամած մածնով կամ յոգուրտով։ Վանիլային յոգուրտով շատ աջելի է լինում։ Հիմա հարենք եւ կտեսնեք այս հրաշքի մասին շատ մանրամասն կգրեմ ձեզ համար, որ դուք էլ իմանաք ինչ գաղտնիքներ ունեն։ Այս սմուզու հակացությունների մասին շատ մանրամասն կգրեմ, որովհետեւ կան հիվանդություններ, որոնց ժամանակ չի կարելի խմել այս սմուզին։ Լյարդի ցիրոզով հիվանդներին, ստամոքսի գաստրիտի եւ մի շարք կդնեմ, որ տեսնեք, սիրելիներս։ Հետո ասենք այնպես չլինի, որ դուք ձեր առողջական խնդիրները պետք է իմանաք, նոր խմեք։ Սրանք հակացություններ ունեն, դրա համար ուշադիր կլինեք։ Եթե դուք ունեք նշված հիվանդություններից որևէ մեկը, խնդրում եմ, մի խմեք։ Եվ ուզում եմ ամենակարևոր բանը նշել։ Սիրելի մամաներ, տատիկներ, երբ որ ես մի բաղադրատոմս եմ դնում, այս բաղադրատոմսում երեխաների համար կորիզով չենք անում։ Անում ենք պապայան, յոգուրտ կամ կաթ կամ մածուն քամած, լավ։